Քաղաքի հետ կապված եւ քանի որ երեք նորից առաջիկ խոսեցինք հրդեհներից, աղբավայրի հետ կապված ձեր կարծիքը ո՞րն է։ Դե ես ասել եմ, այդ հարցը նույնպես երեք քննարկել ենք, որտի ներդնող բերվի նոր աղբավայր, նախ առաջինը պիտի պատրաստվի, սարքվի նոր աղբավայր, երկրորդը պիտի աղբավերամշակման գործարան տնեն։ Նախկինում եղել է տենց ամեն անգամ դեռ նախկին իշխանությունների ժամանակ, նաև իրանց իշխանությունների ժամանակ սան ու այն ժողովրդական բանահայցությունով եմ ասում ձեզ։ Առաջարկ տրեղել են, մեկը ասում է հատկատեն ուզել չենք համաձայնվել, մեկը ասում է սենց, մեկը ասում է նենց, բայց լուծում հետա ուրիշ լուծում չկա։ Պիտի ստեղծվի աղբավերամշակման գործարան, առաջինը, եւ երկրորդը պիտի ստեղծվի նոր աղբավայր։ Պարոն Գալստյան, տեսնում եք ձեզ այդ ավականու նիստերին եւ ընդհանրապես որպես ավականի տեսնում եք ձեզ այդտեղ ինչ որ որոշակի առաջարկներ եւ դրական հաջողություններ ստանալու հնարավորություն։ Ամեն դեպքում ձեզ վաղուց եմ ճանաչում եւ իրավական կողմը պահպանելով եւ հասարակության հետ եք շփվում եւ հատկապես հաշվի առնելով նաեւ ձեր տարիների փորձը, որտեղ մյուսների համեմատ ձեր տարիքը թույլ է տալիս այո։ Նույնիսկ ազատազրկման վայրում, երբ որ իրանք նախագծեր էին բերում, թե ընդդիմությունը, թե դիմությունը, ասենց ասեմ, 10-ից 7-ի դեպքում այն առաջարկները, որ մենք ներկայացրել ենք, առանց հայոյանքի, առանց կառուցիայի մեջ մեղադրելու, զուտ մարդկային նորմալ աշխատանքային հարաբերություններով, ասեմ ձեզ տես չի, որ քարտ կտրել են, ասել են չէ մենք սենց ենք ուզում, սենց պիտի լինի։ Եղել է, որ նախագծեր են հանել շրջանառությունից, եղել է, որ որոշակի ճկունություն են ցուցաբերել, բառեր են փոխել, նախադասություններ են փոխել, բնույթն են փոխել։ Այսինքն ասել, որ այսօրվա գործող քաղաքապետարանի հետ աշխատել անհնար է, չէ, սուտ կլինի։ Հիմա կասեն նորից Գալստյանը, չէ, որ դուք բերեցիք Ավինյանին, հիմա ես այդ հարցին երեք պատասխանել եմ Ավինյանին։ Բերողը օֆիցիալ ինքը իր եթերներով 5 անգամ հայտարարել է, ով է բերել Ավինյանին։ Նույն հարցերը քիչ լրագրողները տվեցին, բա ով է բերել Ավինյանին։ Վարդան Ղուկասյանը ինչ կապ է ունեցել։ Ասում եմ ժողովուրդ ջան, Վարդան Ղուկասյանը իր եթերներով 5 անգամ հայտարարել է, որ Ավինյանին բերել է ինքը։ Հիմա որ 8-րդ անգամ դուք այդ հարցից տալիս եք, գալիս են արտակորը ժամանակ եղել է կանանքի տակ, ինչ պիտի պատասխան։ Պատասխանելու եմ նույնը։ Բացեք Վարդան Ղուկասյանի եթերները, մարդը բերանով ասում է ինքն է բերել, նաև բացատրում է ինչի է բերել։ Մեզ ոչ պատասխանում է Վարդան Ղուկասյանի բարերը բեկնաբանեմ, առավել եւս որ ինքը կանանքի տակ է, ոչ էլ են, դա փաստա, որը հաստատված է։